իրավիճակը իսկապես ոչ միայն Հայաստանի շուրջ, այլև աշխարհում հիմա խիստ անհասկանալի է, միևնույն ժամանակ դեռևս չի ձևավորվել նոր աշխարհակարգը կամ այն աշխարհակարգը, որը փոփոխությունների է ենթարկվել առնվազն Խորհրդային Միության փլուզումից հետո, մենք էլ այդ շրջապտույտի մեջ ենք գտնվում եւ նման միջոցառումները բնականաբար շատ ողջունելի են, նման հրատարակումները հատկապես լուրջ մասնագետների կողմից արվող աշխատանքները, որպեսզի մեր ժողովուրդը հնարավորինս շատ լուսաբանվի այս թեմայով, հնարավորինս շատ խոսի այս մասին եւ կարողանա ճիշտ եզրահանգումների գալ, որովհետեւ մենք հիմա ապրում ենք այնպիսի ժամանակներում, թույլ տվեք ոչ եթերային բառ օգտագործումը, խուժան ժամանակներում, երբ ամեն մեկը ամեն քարոզիչ տարբեր երկրների հատուկ ծառայություններից սկսած մինչև Հայաստանի օրվա իշխանությունների ապականող այս քաղաքական մթնոլորտի պայմաններում փորձում է ժողովրդի գլուխը լցնել բառի բուն իմաստով ապուշություններ, որի հետ իրականությունը ոչ մի կապ չունի եւ երբ իրականության հետ բախումը լինի, այդ ժամանակ մենք կտուժենք, ինչպես եղավ օրինակ 2021 թվականի պատերազմի ժամանակ, դրանից հետո Արցախի դատարկվելու հետևանքով, հիմա աշխարհակաղակական իրավիճակը պատկերացնելը եւ ճիշտ եզրահանգումներ անելը, հնարավորինս ճիշտ կողմնորոշվելը շատ կարեւոր է։ Պարոն Հակոբյան, օրակարգի երկրորդ մասը քննարկում է փոփոխվող աշխարհը եւ Հայաստանը, փոփոխվող աշխարհում Հայաստան արդյոք ունի իր տեղը եւ որն է այդ տեղը, իր որդեգրած արտաքին քաղաքականության։ Եթե փոփոխվող աշխարհում Հայաստանը պետք է տեղ գրավի ու Հայաստանում պետք է իշխանության մնան այն մարդիկ, որոնք այսօր կան, Հայաստանի տեղը այդ փոփոխությունների ժամանակաշրջանում ոչ թե սեղանի վրա է լինելու, այլ սեղանի տակ է լինելու, որովհետև երկար տարիներ արդեն մենք բոլորս դրա ականատեսն ենք այդ դաժան իրականության, որ Հայաստանը ղեկավարում են մարդիկ, որոշումներ են կայացնում մարդիկ, որոնք անգամ իրենց տեղը չեն պատկերացնում այս կյանքում, պատահականորեն հայտնվել են ինչ-որ պաշտոնների վրա, դրա հետևանքով պետությունն ու ժողովրդին հասցրել են սեղանի տակը բառի ամենաբուն իմաստով։ Դրա համար պետք է հնարավորինս նման միջոցառումների տեսքով, հրապարակումների տեսքով, գրականության տեսքով հասանելի դարձնել մեր ժողովրդին, թե ինչ է կատարվում իրականում, որովհետև փոփոխվող աշխարհում, որը ի վերջո մի օր, մենք դրա ականատեսն ենք լինելու, չէ՞ որ աշխարհակաղակական պայմանավորվածություն է լինելու։ Այդ պարագայում անպայմանորեն պետք է Հայաստանը իր տեղը ունենա։ Եթե մնացին այս իշխանությունները այդ պայմանավորվածությունների ժամանակ, շատ վատ տեղում է լինելու Հայաստանը։ Եթե փոփոխվի եւ իշխանության կան մարդիկ, ովքեր ունեն տարական, մարդկային, ազգային, պետական արժանապատվության զգացում, դա Հայաստանի հայ ժողովրդի հայ ազգի համար շանս է, մեծ շանս է։ Կարծում եք, բացի այսպիսի միջոցառումներից ուրիշ ինչ կերպ կարելի է հանրությանը քաղաքականապես կրթել։ Հանրությանը քաղաքականապես կրթելու համար պետք է լուսավորչական մեծ աշխատանք, որովհետև քաղաքական քարոզչության տեսանկյունից շատ բան անել հնարավոր չէ, դաշտը հագեցած է բառի բուն իմաստով 5-րդ շարասյան, տարբեր երկրների հատուկ ծառայությունների կողմից ֆինանսավորվող, Հայաստանի ոչ բարեկամ, երբեմն Հայաստանի թշնամական երկրների պրոպագանդայով զբաղվող մարդկանց ինչ-որ ահռելի մի, որոնք ներկայացնում են դա որպես քաղաքական վերլուծություն, նույնիսկ լեզուս չի պտտվում ասել միտք, բայց դա պետք է նման միջոցառումները, գրականությունը, մասնագիտական տպագրությունը, դրա տարածումը, դրա մասին խոսելը, հանրային միջոցառումներ կազմակերպելը, դրա ամենաարդյունավետ ճանապարհն է, որը կարծում եմ ստեղծված իրավիճակում քիչ է արվում, պետք է ավելի շատ արվի։